Մոսկվան ուզում է իմանալ, ինչ չափանիշներով է Հայաստանի իշխանությունը նույնականացնում այսպես կոչված ռուսական ազդեցության գործակալներին։ Հինգշաբթի ասուլիսի ժամանակ Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն է հարց տվել Հայաստանի իշխանություններին։ Ես հարց ունեմ, ինչ չափանիշներով են նրանք նույնականացվում։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչին մեծ զրույցում արձագանքում է ԿՊԱ-ական պատգամավոր Արման Եղոյանը, բացատրելով, թե առհասարակ ինչպես են տարբերակվում արտաքին ազդեցության գործակալները։ Տարբերակում ենք հետևյալ կերպ. Եթե որևէ մեկը Հայաստանում տարածում է Դոնեցկի քաղաքացի թուրք լրագրողի ֆեյք լուրը կամ տարածում է որևէ սունկ կայքի սուտ, չոր սուտ, օրինակ այնպեսին ինչպեսին, որ իբր Մարսելում վարչապետի տուն գնաց լինելու մասին եւ այլ այդ ֆեյք լուրներ, այդ մարդիկ իրենք ամենայն հավանականությամբ ազդեցության գործակալներ են։ Թե այս բերած օրինակներում որտեղ է խառը Ռուսաստանի մատը կամ որտեղ է երևում կոնկրետ ռուսական ազդեցությունը, Եղոյանը չի հստակեցնում, բայց բանաձև է առաջարկում տարբեր իրավիճակներում այդ հարցերի պատասխանը գտնելու համար։ Դուք ես իմ ասածը կարող եք պրոյեկտել ուղղակի կոնկրետ իրավիճակների վրա հասկանալ, թե ով որ պետության շահը կարող է սպասարկել։ Դա արդեն ըստ իմ ասած սխեմայի դուք դա կարող եք, օրինակ եթե մեկը անվանում է ղազախական ցորենը թունավորված, ինչ է կարծում, նա կարող է լինել Ղազախստանի ազդեցության գործակալ Հայաստանում։ Ես չեմ կարծում։ Սախարովան կասկածներ էր հայտնել, որ ռուսական ազդեցության գործակալներ Հայաստանի իշխանությունը համարում են նրանց, ովքեր հայ-ռուսական հարաբերությունների զարգացման օգտին են խոսում։ Եթե այդ մարդիկ կողմ են արտահայտվում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին։ ԿՊԱ-ական պատգամավորը վստահեցնում է, օտարերկրյա ազդեցության գործակալ ձևակերպումը չի վերաբերում Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու կողմնակիցներին։ Դա ճիշտ է նկատել Տիկին Զախարովան, որ նման չափանիշ չի կարող լինել, որ ով խոսա հայ-ռուսական հարաբերությունների զարգացումից, իրան ավտոմատ համարենք ազդեցության գործակալ, եւ շատ ճիշտ է նկատել, որ եթե այդպես նայենք, ապա շատերն են նաեւ իրենց ներքին համոզմունքով նման կարծիք արտահայտում։ Բայց կտրուկ հակասում են Մարիա Զախարովայի եւ իշխանական պատգամավորի կարծիքները Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ Եվրամիությունից աջակցություն խնդրելու հարցով։ Հայաստանը խնդրել է Եվրակառույցին օգնել պայքարել օտարերկրյա ազդեցությունների դեմ։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ կօգնեն Հայաստանին Մոլդովայի օրինակով։ Ամբողջ աշխարհն է տեսել Մոլդովայում քաղաքական ճնշումները, ահաբեկումը, սպառնալիքները, շանտաժները, այդ երկիր ուղարկված փողերը, վարկերի, դրամաշնորհների տեսքով։ Բռնաճնշում, սպառնալիքներ, Մոլդովայում այդպիսի բան չի հիշում Եղոյանը։ Ես չեմ կարծում, որ Մոլդովայում բռնաճնշումներ են եղել, առավել եւս Հայաստանում, տեսնում եք, մեր խոսքի ազատությամբ համաշխարհային ռեյտինգներում որտեղն ենք զբաղեցնում, ավելի նույնիսկ Եվրամիության 9 անդամ պետություններից ավելի բարձր տեղ ենք զբաղեցնում։ ԿՊԱ-ական պատգամավորը վստահեցնում է, նա ով չի պատրաստվում նախընտրական շրջանում տեղեկատվական գրոհ իրականացնել մեդիա դաշտում, մտահոգվելու ոչինչ չունի։ Եվրամիության աջակցությունը արտաքին միջամտության դեմ պայքարի համար է։ Լիլիթ Սարգսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։